կառավարություն ձեռք է բերել, հետո եկե 2 հոգու առաջարկել է կամ 1 հոգու առաջարկել է, կառավարությունը իմացել է, որ Ադրբեջանը պատրաստական է վաճառել բենզին կամ դիզելային վառելի կամ որևէ բան, մինչև այդ հիշում եք ծորեն էր Հայաստանի Հանրապետություն եկել այդ նույն ճանապարհով։ Չի եղել տնտեսվարող սուբյեկտ, որը մեր հետ շփումների արդյունքում ասել է, որ ինքը չգիտեր, որ գիտեք, կարելի է գնալ բերել, որտեղ հիմա լավ, այս պահին արդեն նորից էլի 2 տնտեսվարող են բերում, բայց ավելի քան բոլորին հայտնի է, այդում նաև հասարակության ոչ միայն բիզնես հատվածին, ցանկացած քաղաքացու, որ կա հնարավորություն գնացեք պայմանագրեր կնքեք, եթե չեմ սխալվում, էկոնոմիկայի նախարարն էլ էր ասել այդ մասին, որ կարող գնաք բոլորդ ով ուզում է գնացեք կնքեք, տեսնենք շուկան ոնց է փոխվում, ասում մենք տնտեսվարող սուբյեկտների հետ խոսել ենք, իրենցից որևէ մեկը այս պահին որևէ բողոք կամ դրանից շուկայի վրա որևէ ազդեցություն կամ իրանց ծավալի քչացում չի եղել, նախ ասեմ նաև, որ այդ բենզինի ծավալը բավականին քիչ էր, բայց գնի վրա ազդեցություն ունեցավ 430 դրամում, ինչի մասին եք նաև վարչապետը խոսեց, 430 դրամ է տեղ ունեցել, բայց կուզենամ մի քանի փաստի վրա շեշտադրում կատարել, էլի, արդեն որպես մրցակցության հանձնաժողով, ոչ թե լավ է թե վատ է, ինչ է, այլ փաստեր ասեմ։ Նայեք, սա այլընտրանք է, իսկ այլընտրանքը շուկայի համար էական ազդեցություն ունի մի քանի առումով։ Տրանսպորտային հանգույցի աշխատելու հանգամանքը մեզ այսօր տալիս է ազդակներ, որ վրացական կողմի հետ եւ վրացական բեռնափոխադրումների գինը էական կարող է նվազել, այսօր արդեն փաստ ազդակներ ունենք, իհարկե սրա մասին դեռևս կյանքը ցույց կտա որքան կլինի եւ ոնց կլինի, որտեղ հիմա երկրորդ խմբականակը որ մուտք գործի արդեն կհասկանանք։